Մաշնին քաշիստեից աչք չծակի։ Շեֆ, ես Աշոտ Ցետրակիչի մեքենան չի։ Իրան աստորեն ինքը միլիցիայությունում է, Ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես անում։ Եթե հիշում եք, պարոն Լալայան, ես ձեզ ասացի չէ, որ ես օրենքի շրջանակներից դուրս ոչինչ չեմ կարող անել։ Ես չեմ կարող գործը փակել, այդ անհնար է։ Լսի, հիմա ես կաբինետում, որ դնեմ բզբզեմ, փորփրեմ, քանի հատ կիսատ պռատ վրազ փագած գործ կգտնեմ։ Պարոն Լալայան, դուք ինձանից մի բան եք պահանջում, պարոն Ադամը մի ուրիշ։ Ես ինչ անեմ։ Չգիտես ինչ անես, հա։ Լավ էլ գիտես ինչ անես։ Ավելի շուտ ում ասածը անես։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Գտնում ես մի հատ հավի, ու ես գործը ջարդում ես վզին։ Հասկացար։ Ու փագում ես։ Հիմա ես դասեք, ես չեմ կարող անմեղ մարդու վրա գործ ջարդել։ Վերջապես օրենք կա, չէ՞։ Ինչ։ Օրենք։ Ինչ օրենք։ Ինչ օրենք։ Օրենքը ես եմ։ Օրենքը ինչ որ չափով դու ես։ Օրենքը ես ու դու ենք։ Խնամի ջան։ Հա Լիլիա։ Բարի լույս Էլիզ ջան։ Բարի լույս։ Ոնց եք Էլիզ ջան, Արսենը գիշերը ոնց ա եղել։ Արսենն արդեն պալատում է։ Սոնան զանգել էր, ասում էր Արսենն ասում է մի արի, մամ ես եմ գալու։ Էդ ինչ լավ բան ասեցիր, այ այդ աչքալուցանք հա։ Էլ մի ասա։ Ճիշտ ասած ես էլ պատրաստվում էի, որ հիվանդանոց գայի։ Արդեն մուտքի մոտ եմ ներս եմ մտնում Լիլիա ջան։ Չես դիմանում էլի։ Հա։ Էլիս Դինան քնած էր, զանգում եմ չի վերցնում։ Դինան գիշերը Արսենի մոտ է մնացել Լիլա։ Մնացել Արսենի մոտ։ Հա դե, բա ինչ պետք է աներ։ Դե հա։ Լավ է, շատ լավ լուր ասեցիր Էլիս ջան։ Այսօր ուզում ենք ձեր տուն հյուր գալ։ Համեցիր։ Դե կզանգեմ Աշոտին, երեկոյան կհանդիպենք։ Կսպասենք։ Դե գնա քեզ ճուշացնեմ։ Ուշանալու բան չկա Լիլիա ջան, ուղղակի շտապում եմ երեխոս տեսնեմ։ Պատկերացնում եմ, հիմա սիրտդ ոնց է թփրտում։ Էլ ասում ես։ Էլիս հիմա եթե այդպես է, Լյուսին կգա թե կմնա։ Չէ, մենք Լուսին չենք ասել, Լուսիս չգիտի։ Ճիշտ ասած ես ուզում էի, որ Լուսիս անպայման հարսանիքին ներկա լիներ, այն էլ երեխեն ասեց, որ քննություններ ունի։ Ադամն էլ ասեց, դե թող մնա ավելի լավ է իր դասերին։ Ճիշտ է լավ չեղավ, որ ախոր հարսանիքին ներկա չեղավ, բայց ինչ արած։ Էլիս ջան, հեչ մի նեղվի, կարևորը ուսումն է։ Աղջիկդ Անգլիայում է սովորում, տղադ Ամերիկայում է սովորել, դու հպարտանալու շատ տեղ ունես։ Հա, թող սովորեն, դրանից մենակ օգուտ կա, վնաս չկա։ Հա։ Այն տղեն է, ասում են հիվանդներից մեկի թիկնապահն է։ Գալիս է։ Գնանք։
Ես ձեզ հիշեցի։ Ներեցեք։ Դավիթ, Արման ջան։ Կներեք, դուք եք երեխայի համար բերել նվերներ։ Ես շեֆս։ Դե ավելի ճիշտ Արմանի աղբերը, Արսենը։ Իմ խորին շնորհակալությունը հայտնեք Արսենին։ Կներեք, 1000 անգամ կներեք։ Ինչ կներեք։ Մի հավաքի, հա։ Ես այդ գետնից հավաքած մրգերը երեխուս չեմ տանելու։ Հասա ջահել աղջիկ ես, չի կարելի մի քիչ շնորհքով շարժվես։ Մի րոպե, հա։ Ձև տված։ Ինչ անհարմար բան ստացվեց։ Ոչինչ չի։ Սառան էստեղ չի։ Դուրս եկավ, հիմա կգա։ Քեզ մենակա թողել ու դուրս ա գնացել։ Սառան գնաց բժիշկի մոտ։ Դու լավ ես, ճուտիկ։ Մի 5 րոպե առաջ ավելի լավ էի։ Յա, տենց խոսել քեզ Սառան ա սովորեցրել։ Սառան ինձ ոչինչ էլ չի սովորեցրել։ Բարև ձեզ։ Լավ էլ թրև ես գալիս, երեխային հետևելու փոխարեն։ Սառանին շատ է սիրում։ Ես հարցս քեզ չեմ ուղղել։ Միգուցե դրսում խոսենք։ Չեմ կարծում, որ հիմա արժե այդ մասին խոսել։ Մենք իհարկե կխոսենք եւ այսօրվա եւ երեխայի ընկնելու մասին, ու ընդհանրապես քո պահելաձևի մասին։ Ու կարծում եմ դու այդքանից հետո խոհեմություն կունենաս, ինքդ կհեռանաս աշխատանքից։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ ես ինքս քեզ հեռացնել։ Ազատ եք ինձ աշխատանքից։ Ես ինքս դուրս չեմ գա։ Այնպես չի, որ երազում եմ ձեր ղեկավարության տակ աշխատել։ Բայց ես պաշտում եմ երեխաներին ու հաստատ իրենց չեմ թողնի։ Տեսնում ենք ոնց ես պաշտում։ Սառա։ Հա ջան։ Ես ովոց եմ։ Ես հիմա մի համով բան կբերեմ քեզ համար։ Աշոտ, մենք ոնց որ տարբեր բաներ ենք ուզում։ Ինչ ես խոսում, խնամի ջան։ Ես էլ դու էլ նույն բանն ենք ուզում։ Երկուսս էլ ուզում ենք, որ այդ լակոտին գտնենք։ Չէ, Աշոտ։ Ոնց որ ես ավելի շատ եմ ուզում։ Նեղացնում ես։ Ինչ տարբերություն, Արսենը քո տղան է, թե իմ։ Ես քեզ աղջիկ եմ տվել, դու ինձ տղա։ Դու չես կարծում, որ մենք այս գործը սխալ մարդու ենք վստահել։ Ադամ ջան, մեր ընկերն է։ Հենց այդ եմ ասում էլի, որ քո ընկերն է։ Աշոտ, այս գործով կամ ես եմ զբաղվում, կամ դու։ Ներեցեք, պարոն Դավթյան, բայց ես իմ գործն անում եմ։ Ես էլ հենց այդ եմ ասում էլի, որ դու քո գործը շատ վատ ես անում։ Ադամ ջան, այս հարցը ես ու դու կլուծենք։ Հիմա լսի, թե ես քեզ ինչ եմ ասում, ես քեզ մի օր ժամանակ եմ տալիս, եթե մի օրից հետո այդ տղան, ով ուզում է լինի, սեղ կողքդ կանգնած չլինի, ես եմ այս գործով զբաղվելու, ու դու շատ շուտ այս օրգաններից դուրս ես թռնելու, ու ես հիմնարկին այսպես պատուհանից ես նայելու։ Եղավ, հասկացար։ Ադամ, Վերջապես։ Տեսար ինձ։ Լավ է, եկար տնաշեն 7 ժամը գալիս ես։ Գիտես, որ հերվից եմ գալիս։ Բա դու ուր ես։ Լսի ուրեմն։ Մեզ իրար հետ պետքա չտենան։ Կամերա կա, բան կա։ Հասկացա։ Հետից տեղը։ Ես տենց էլ հասկացա։ Արհեստական շնչառության ապարատի տակ է։
Պետք է անջատես ու ուղարկես գրողի ծոցը։ Այդ տավարին այդքան սատկացրին կելի սաղ մնաց։ Հեսա գնամ ուղարկեմ։ Նայ, հա անպայման անջատես։ Հանգիստ տեղի։ Հետո ասեմ, ուրեմն հսկողության տակ է։ Ես գնացի, որ մտնեի բոքս, քույրը չթողեց։ Դուրս եկավ, ես ստիպված անկապ բաներ դուրս տվեցի։ Հիմա ես կմոտենամ քրոջը կխոսացնեմ, որ դուրս եկել է։ Այդ ընթացքում դու ներս կմտնես, ապարատը կանջատես, գլխից ես թողում, թե թոքերն ես անում, դա արդեն քո խնդիրն է, ուղարկում ես այն աշխարհ։ Ու անպայման կանես։ Հասկացա։ Մենք իրար չենք ճանաչում։ Հիմա իջնում ենք առանձին գնանք։ Եղա։ Լավա կոմայի մեջ ես, թե չէ ցավերից կգժվեիր։ Ով էր ես աղջիկը։ Առաջին անգամ էի տեսնում։ Առաջին անգամ ես տեսնում ու եկել էր քեզ շնորհակալություն հայտներ։ Արսենը բանման էր ուղարկի իր երեխուն, եկել է շնորհակալություն հայտներ։ Երեխա ունի։ Մանկատան երեխա է։ Ինքը չգիտեմ այստեղ ինչ էր անում, բայց որ իմացանք մանկատան երեխա է, դες որոշեցին կոնֆետ բան ուղարկենք, էլի։ Ասում ես մանկատան, հա։ Լավ, խոսենք։ Հա, ողջույն։ Ոնց ախպերդ ինչ կա։ Լավ, արդեն լավ է։ Հենց ջղայնացած եմ չես պատկերացնի։ 4 կողմդ ոնց որ վայրենիներ լինեն։ Ադամ, մի րոպե սպասի։ Ադամ, մի րոպե սպասի։ Ինչ է։ Դու լավ գիտես։ Ադամ ջան, ես մի բան գիտեմ, որ ուզում եմ դրան գտնեմ ու պատժեմ, բայց դու… Աշոտ, ես ամեն ինչ լսեցի, ու ինչ որ լսեցի, դուր չեկավ։ Բայց դու չէիր կարող ամեն ինչ լսեիր։ Ինչի։ Օրինակ դու ասում ես, դու ուզում ես, որ գործը փակեն։ Ես այդ ոնց հասկանամ։ Որովհետև ով որ արել է, արդեն այն աշխարհում է։ Դժողքի վառոդների մոտ սպասում է իր դատաստանին։ Այսինքն մենք արդեն դրան գտել ենք։ Տղերքիս էլ ասել են, որ սատկացնեն։ Սատկացրել ես։ Բայց ես ինչի դրա մասին չգիտեմ։ Ես ինչի դրա մասին չգիտեմ։ Ադամ ջան, ես քեզ ասելու էի։ Երբ։ Ճիշտն ասած, երեկոյան մտածում էի գայից հետո նստենք մի բաժակ խմենք, համել պատմեի ամեն ինչ։ Գտել ես, պատժել ես։ Ինչի ինչ չես ասել։ Ինչի։ Ես այդ մարդուն հարց ունեի տալու, թե ինչի համար է արել այդ բանը։ Խնամի ջան, այդ հարցիդ պատասխանել կա։ Հաբիժնի կա։ Աշոտ, քո դիմաց ոչ 2 տարեկան երեխա է կանգնած, ոչ էլ միամիտ մարդ։ Դու քո ինչուներին նոր ինչուներ ես ավելացնում։ Օրինակ, ինչ ես ինձնից թաքցրել, օրինակ, ինչ ես առանց Արսենին ասելու դրան պատժել։ Ես այս ամեն ինչից մի բան եմ հասկանում, որ դու ես ամեն ինչը դիտավորյալ ես անում, որ այս պատմությունը քողարկես։ Ինչեր ես խոսում, Ադամ ջան։ Ինչ եմ ասում։ Ճիշտ եմ ասում։ Մի խոսքով, ես քեզ օֆիսում սպասում եմ։ Կգաս, միասին կնստենք, ու ես հարցը այնտեղ կպարզենք։ Ես քեզ սպասում եմ։ Վայ, բան
Բալես, ես ինչ ես դուրս եկել։ Արդեն լավ եմ, մամ ջան։ Հեսա դուրս են գրում։ Ոնց է դուրս են գրում։ Բամանամս թե ինչ անեմ, մամ ջան։ Մանավանդ հիմա։ Մենակ մի հատ վատ բան ստացվեց, մեղրամսի չգնացինք։ Դե Ձինան հասկանում է, չէ։ Ձինա ջան, այդ ինչ ես հեռու կանգնել։ Տրամադրություն չունես Բալես։ Սաղ գիշեր չի քնե, շշմածա։ Ոչինչ։ Հիմա կգնանք տուն կքնի։ Ես կմնամ Արսենի մոտ, թող Ձինան գնա տուն։ Հիմա բոլորդ գնում եք։ Ես աղբորս հետ կգամ։ Մի րոպե, հա։ Ավելի ճիշտ բոլորդ եք գնում, ես երեխուս հետ կմնամ։ Այս ոնց որ ինձանից կարծիք չեք հարցնում, հա։ Հիմա ասենց բոլորով հավաքվում եք ու գնում եք տուն։ Ես մի 2 ժամից տունը կլինեմ։ Կմնամ իրար հետ կգնանք։ Չէ Արման ջան, դու մերոն ստանում ես տուն, տղեկ ստեղ են։ Ես մի 2 ժամ աշկս փակեմ։ Լավ ճիշտ է ասում։ Եկեք գնանք։ Հա, Սան, գնանք։ Ես պատրաստ եմ։ Մամ։ Ձինա։ Ես Արսենի հետ կգամ։ Ապրես Ձինա ջան, այդպես միշտ տղայիս կողքին կլինես։ Գնացեք։ Լավ, գնացինք Բալես։ Դե շուտ կգաս։ Գնացինք։ Երեխուս լավ կնայես։ Գաս որ նարդի խաղանք, հա։ Հիմա ազգում ես, որ քո ամենամոտիկ մարդը ես եմ։ Հենց նեղն ես անգնում, չես ուզում կողքիցս տեղ գնաս։ Ես երբեք քո հետ չեմ մնում։ Շուշուտ ասա չմոռանաս։ Մի րոպեով քեզ կարելի է։ Լսում եմ։ Կարելի է 1 րոպե ձեր թանկագին ժամանակից խլեմ զրուցենք։ Ինչի մասին։ Անկեղծ ասած եկեք առանձնանանք, որովհետև այդտեղ հարմար չի։ Սա ձեզ։ Ինձ։ Այո, ձեզ։ Բայց ինչի համար։ Անկեղծ ասած բավականին երկար ժամանակ է ես քեզ հետևում եմ ու ահա որ դուրս եկել ես։ Ուղղակի ուզում եմ շփվենք իրար հետ, ճանաչենք իրար մոտիկից, հասկանանք իրար։ Ներեցեք, ինչ փորձենք։ Դե գիտես ինչ, ուղղակի անտարբեր չեմ կարող անցնել կողքովդ։ Շատ հաճելի անձնավորություն ես։ Բայց չպատասխանեցի։ Կանգնում ենք։ Ինչ անենք, հիմա երևի շարվենք գծով։ Ինչ կա, ոնց է Միլենան։ Լավ, լավ։ Փառք Աստծո, լավ։ Երեխեք խելոք մնացեք, որ խաղ խաղանք, հա։ Այո։ Աշխեն, ես դու ինչ ես այստեղ։ Սառային եմ փոխարինում։ Ստեղա։ Չէ, 2 ժամա չկա։ Դե լավ է։ Այս Գրիգորյանի մասին է խոսքը։ Չէ, ինչի։ Գրիգորյանը աշխատանքային ժամերին տեղում է լինում միշտ, չէ։ Ինչ իմանաս, ով գիտի վերևից մեզ է նայում հիմա։ Ու դու սենց հանգիստ այստեղ կանգնել ես։ Հա։ Ինքն է ասել։ Բա ասում էիր վերևում է։ Տնորեն մարդ է, երբ ուզի, ուր ուզի կգնա, երբ ուզի կգա։ Աշխեն ինձ հետ արի։ Էլեկտրաշոմբեր շուտ արա։ Այս ոնց եղավ։ Դուր էր ախր, այս ոնց սենց եղավ։ Ես ընդամենը մի վայրկյան դուրս եկա, մի պահեր։
Տղեն գնաց են աշխարհ։ Այդ հələ բարձ չի գնաց թե չէ։ Դե եթե հետ էլ չլինի, այս անգամ գլխիս կթողեմ։ Աշոտ ջան, Ինչ եղավ։ Սարքն անջատել ենք։ Բրծանք։ Հələ չգիտեմ։ Սրանց ապարատներն են շուխուր էին արել հիվանդանոցում ինչքան պարա բժիշկ հավաքվեց այդտեղ։ Արա չի կարող մի հատ նորմալ մի բան անեք։ Շեֆ ջան, դե գործը արել ենք։ Հիմա մենք ինչ անենք, որ դա իշան բախտ ունի։ Սերգեյ, դու ուղղակի չես պատկերացնում, թե ինձ ինչքան ա պետք, որ այդ լագոտը չապրի։ Չես պատկերացնում։ Չի ապրի։ Արա չի ապրի, բայց ապրում է։ Ես քեզից լավ ապրում։ Հարցերը լուծի արա։ Ես ինչ թարս որա։ Ոնց է այն փոքրիկ ավազակը։ Հոգնեցի, ուզում եմ գնամ ստեղից։ Դեռ չի կարելի։ Խնդրում եմ։ Դեռ մի քանի օր էլ պիտի մնանք։ Բայց ինչի, ես ինձ լավ եմ զգում։ Այս ամենը ինչի արդյունքում ա եղել։ Իմ անկարգության։ Ով ա մեղավոր։ Ես։ Հետևաբար լռում եմ։ Ապրես։ Ժպտա։ Ադամ։ Իստի։ Ասելիքս մի անգամից կասեմ, սարու ձոր չեմ ընկնի։ Դու լավ գիտես, որ տղուս խփել են, ու գիտես թե ով ա խփել, ու գիտես ինչի համար ա խփել, ու չգիտեմ ինչի քննիչին ստիպում ես, որ այդ գործը փակի։ Դե դա այդքան էլ տենց չի, ոնց որ դու ես ասում։ Տենց հա, տենց։ Հա, ես գիտեմ Արսենին ով ա խփել։ Ու այդ գյադու հարցերը արդեն լուծել եմ։ Իսկ ես ինչի չգիտեմ։ Արսենը իմ տղեն էլ է։ Իսկ ով որ թույլ է տալի ձեր բարձացնի իմ տղու վրա, պետք է պատժվի։ Բայց դու ինձ պիտի տեղյակ պահեիր, դու ինձ պիտի հասեիր, որ ես իմանայի։ Հա, ես քեզ սենց տնենց ասելու էի։ Ու հետաքրքիր է, երբ էի տեղյակ պահելու, ես երբ էի իմանալու։ Երբ որ իմ տղերքը դրան գտան, դու այն վիճակում չէիր, որ ես քեզ բան ասեի։ Դու երևի լուրերով տեսել ես, թե ինչ օրն են դրան գցել։ Ուրեմն ծեծված է այդ։ Իմիջիալուց նորին զանգ տվեցին, ասեցին, որ այդ գյադեն արդեն սատկել է։ Իսկ ինչի համար է Արսենին խփել։ Չգիտեմ։ Ճիշտն ասած չի էլ հետաքրքրում։ Ռիսկ արե ձեռը բարձրացրե, ուրեմն պետք է սատկի։ Աշոտ ինչ-որ բաց թե իրար չի կպնում, գիտես։ Ինչը չի կպնում։ Ամեն ինչը։ Օրինակ, այն որ տղուս պես եմ ընդունում, թե որ ուզում եմ իրա սխալը ճիշտ սարքեմ։ Այն որ հարցերը մեջքիս հետևում ես լուծում։ Կներես Ադամ ջան, բայց եթե դու նման բան արած լինեիր, ես շնորհակալ կլինեի։ Չէ, Աշոտ, ես նման բան չէի անի։ Ես որ այդ լակոտին բռնեի, կբերեի ոտքերիդ առաջ մատաղ կանեի։ Կամ կտայի քեզ ինչ ուզում ես արա։ Կներես իհարկե, ես երևի քեզանից տաքարյուն եմ։ Չէի կարող սպասեի։ Գնացի գտա ու սատկացրեցի։
Ու չեմ գտնում, որ դա է կարևոր։ Կարևորը այն է, որ հիմա ինքը չի կարող նման բան անի, ինչքան էլ ուզի։ Կներես ախպերս, ես չէի կարծում, որ նման բան անելով քեզ կնեղացնեմ։ Բայց որ այդ գյադուն գտա, առաջին բանը, որ մտքովս անցավ, սատկացնելն էր։ Աշոտ, դու պիտի ինձ այդ շուտ ասեիր, թե չէ ես քննիչի բկից բռնել եմ ու ուպ եմ տալիս։ Ասելու էի, Ադամ ջան, անպայման ասելու էի։ Ուղղակի դու ինքդ գիտես, սկզբից երեխեն կոմայի մեջ էր, հետո դուրս եկավ, խառն էր, թե չէ ես անպայման գալու էի ու ասեի։ Ու հենց այդ էր պատճառը, որ գնացել էի քննիչի մոտ ու ստիպում էի, որ գործը փակի։ Դու պատկերացնում ես, որ հիմա այս սպանության գործը ջրի երես դուրս գա։ Ախր իմ տղերքին կտանեն ու կփակեն։ Ես չեմ կարա թույլ տամ, որ ինչ-որ ոչ ու փուչի պատճառով իմ տղերքին դատեն։ Դու ինձ, Ադամ ջան, նեղացնում ես։ Ես քո հայացքից տեսնում եմ, ոնց որ չես վստահում։ Արի մի սենց բան պայմանավորվենք։ Այն ինչ վերաբերում է ինձ ու իմ ընտանիքին, դու դրա հետ գործ չունես, թող այդ հարցերով ես զբաղվեմ։ Ոնց ասես, Խնամի ջան։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Հիմա արի անցնենք մեր գործերին, մենք լուրջ խնդիր ունենք։ Ինչ խնդիր։ Ինչ որ մեկը կրուպնիով գողություն է անում։ Ոնց ես։ Լավ, ախպերս դու ոնց ես։ Նորմալ, ցավում է։ Չէ։ Իզուր չմնացիր հիվանդանոց բայց։ Այդ աստիճանին չէի կուզում երեսս տենայիք։ Արի գնանք տուն։ Չէ, լավ է, հեսա ես տղաների հետ 2 բառ խոսամ։ Եկեք գնանք տուն, տունը կխոսակ։ 2 վայրկյան։ Լավ։ Պարզում ես, որ հիվանդանոցում է էդի։ Ով։ Որ իմ հարսանիքին նա վերարեց ինձ։ Հասկացա։ Ասեմ սենց։ Մարդ կա, որ ինձ կյանքա պարտք։ Ունենց անեկո դրա գխից մաշ չպակաս։ Ես իմ ձեներով եմ դրա մազերը խուզելու։ Լավ։ Մարդի թո հետևեն։ Լավ։ Հենց հիմա։ Լավ։ Բան է եղել։ Չէ, լավ ախպերս, մեր գործ կար։ Դե գնանք տուն։ Լավ։ Ընկեր Գրիգորյան։ Ներս արի։ Վաղը Ռուսաստանից մարդիկ են գալու։ Գալու են, որ Միլենային որդեգրեն։ Ոնց։ Տենց։ Որդեգրելու են տանեն։ Կտանեն, թե կպահեն, այդ արդեն իրենց խնդիրն է։ Կարևորը երեխան ընտանիք կունենա։ Բայց սառն չէր որդեգրելու Միլենային։ Աղջիկ ջան, ես քեզ չեմ կանչել, որ միասին այդ հարցը քննարկենք։ Նենց որ արագ գնա թղթերը պատրաստի։ Ու արագ շարժվի մի քիչ։ Ապրես իմ աղջիկ։ Համովա։ Ստո, ո՞նց ես։ Շատ լավ։ Գիտես, որ պետքա դեղերդ ընդունես։ Արդեն հասկացա։ Բայց քեզ համար լավ նորություն ունեմ։ Ինչ ա եղել։ Առավոտյան դուրս ենք գրելու։ Ուրա, ասում է չէ, որ ես հիվանդ չեմ։ Վերջին հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ էլ կարիք չկա այստեղ պահելու։ Ինչ լավ է։ Ես բժշկի հետ կխոսեմ։
Բժիշկ այսօր հերթապահ է, կարծում եմ, որ կգա Միլենային տեսնելու։ Իսկ կլինի հիմա գնանք։ Չէ, այսօր պիտի մնաս։ Հենց մութը ընկնի կգամ քեզ հետ խաղալու։ Ես արդեն մեծ եմ, չեմ խաղում։ Մեծախոս։ Դու թխվածքդ կեր, ես բժշկի հետ դուրս գամ, լավ։ Ինչ անուշ երեխա է, ոնց էլ ծնողները թողել են։ Աստված էլ չգիտի ում ինչ է տալիս։ Մարդ կա երեխա չի ունենում, մարդ էլ կա ունենում, ով թողնում է մանկատանը։ Իրականում չեն թողել։ Ծնողները մահացել են ավտովթարից։ Կներեք, պետք է պատասխանեմ։ Աշխեն ջան, ասա։ Ալո, Սար, վատ լուրն եմ։ Ինչ ա եղել։ Միլենային եմ որդեգրում։ Ինչ։ Ասացի քեզ տեղյակ բան, որովհետև գիտեմ Միլենան ինչքան կարևոր է քո համար։ Ալո, ալո, Սար։ Կզանգեմ։ Այլևս ոչ մի քայլ։ Հանգիստ եղեք։ Ես չեմ կարող հանգիստ լինել։ Ես պարտավոր եմ դիմել ոստիկանություն։ Ինձ ավելորդ խնդիրներ պետք չեն։ Ես ընդամենը մի վայրկյանով դուրս եկա, դա մի պահ էր։ Ու այդ ընթացքում ինչ-որ մեկը անջատեց արհեստական շնչառության սարքը։ Սա սպանություն է։ Կզանգեմ։ Արման ջան, ինչ-որ խնդիր կա։ Չէ, ինչ խնդիր։ Հետդ խոսելու բան ունեմ։ Իհարկե խոսենք։ Ինչի մասին։ Էն աղջիկա։ Աղջիկա։ Ինչ աղջիկ։ Հիվանդանություն որ տեսանք դա։ Սարայի։ Հա, մանկատան։ Հա։ Ինչ ա եղել, ինչ պիտի խոսանք։ Արսենի հետ ինչ կապ ունի։ Չէ, Արսենի աղջկան չի ճանաչում։ Ուղղակի իմացա, որ մանկատանն աշխատում, այդ երեխան էլ հիվանդանոցում պարկած է։ Հենց ասեց, որ խաղալիք բան առնեմ ու այդ հիվանդանոցի արշիվները փակեմ։ Իսկ որ բաժանմունքում է պարկած։ Ինչ ա եղել։ Ոնց որ ուղեղի ցնցում էր ստացել։ Ինչի։ Հեչ, ուղղակի հետարքիր էր։ Դե ես մենակ էլ գիտեմ, Արման ջան։ Լավ։ Ապրես։ Հա, ինչ է ասում։ Արսենն ասել է, իր գլխից մաս չպակասի։